Ուրեմն մեկ վարքյան ընկերներ, սա Փաշինյանի Ռուսաստան վերջին այցի ժամանակ էր։ Ոչ այնքան վաղուց բան էր։ Մեկ թե երկու քանի ամիս առաջ։ Հիմա նայենք այս մարդկանց բողոքողներին, փնտրենք նրանց մեջ ոմանց եւ հետո ես կշարունակեմ։ Նիկոլ Թշնամի, Նիկոլ Թշնամի, Նիկոլ Թշնամի, Նիկոլ Թշնամի, Նիկոլ Թշնամի։ Ուրեմն սա բողոքի ակցիա էր Փաշինյանի դեմ կազմակերպված եւ նախորդ հայտարարված։ Որտեղ Ռուսաստանում, Մոսկվան չէ՞ սա։ Եվ այս թվով ոչ այնքան մեծ մի խումբ մարդկանց մեջ ես չհայտնաբերեցի։ Փնտրեցի, ման եկա, բայց չգտա։ Ուրեմն հերթականությունը, որով ես հիմա կթվարկեմ մի խումբ անձանց, պայմանավորված չէ նրանց ոչ թե կարևորությամբ, ինչպես իրենք են իրենց ներկայացնում, ինչպիսի կարևորագույն գործիչներ են նրանք իբր հայաստանյան կյանքում եւ քաղաքական դաշտում, այլ ճիշտ հակառակը, պայմանավորված չէ հենց նրանց անկարևորության, ոչ կարևորության աստիճանի հետ։ Նույն հայաստանյան կյանքում եւ քաղաքականությունում նրանց անպետքության աստիճանի եւ ինչպես ռուսերեն են ասում նիկչոմնեստ անպետքության աստիճանով զի այդքան ճվճվում էիք Փաշինյանի դեմ խոսքերքով միայն, բայց գործնականով հբա ուր էիք։ Ուրեմն number 1 Տիգրան Ուրիխանյան ուրաներ ծո չկանես На словах он Лев Толстой չէ դե գիտեք ես ռուս ժարգոնային ռսի գեղցու ամմակարդակ տեսակի, որոնց համար Լև Տոլստոյ, չգիտես եսի ինչ է, այս կարելի է ասել ժողովրդական դարձվածքները, իհարկե ցածրալի ռուսերեն ասած պոշլի, բայց միևնույն է, արտահայտիչ են եւ երբեմն տեղի։ Բուր է սնգի, на словах он Лев Толстой, а на деле լոխ պրստոյ։ Այդ լոխի փոխարեն նրանք ուրիշ բառ են գործածում, ցենզուրայից դուրս։ Number 2 Артур Асатрян, он же Дон Пипо, он же предводитель, հզոր տղեր, բայց ուր էին այդ քո հզոր տղերքը, նախ ուր էիր դու, քեզ ընդհանրապես ոչ մի վտանգ չկար, քանի որ դու Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվեցիր, ոչ, այդ առումով ոչինչ ասել չեն կարող, բայց ուր էիր դու, եւ այդ իբր քո հզոր տղերքը, опять на словах, получается, Лев Толстой, գիտակ դել։ Եվ հետո, ես վերջերս, դու ինչպես հանդգնեցիր, ոտնձգեցիր եւ խոսեցիր 300,000 հայ, երիտասարդ եւ տղամարդկանց անունից, որոնք գտնում են Ռուսաստանում։ Նախ դրանց մեջ էլ ղախպեկ կան, հիմա 300,000-ը թե ինչքան է, այո, կոնկրետ ղախպեկ, որոնք եկել են Հայաստան Փաշինյանի ղախպա արարողություններին մասնակցելու։ Եվ այդ 300,000-ին էլ դու ներկայացրեցիր, այդ ինչպես դու մտածում ես խոսելուց առաջ։ Դու քո խոսքերի մար ատմիչա ես, Արմիասը, ներկայացրեցիր կներես էլի, որպես անասուն։ Ուրեմն իրանք հիմա Ռուսաստանում են, զղտվելիք ունեն, զղկտվում են, բայց որ հանկարծ Պուտինը իրանց լարի, կգան Հայաստան, ես ինչ արտահայտություն է, ասֆալտ կուտեն, ես ինչեր ես դուրս տալիս, բա որ քեզ ասֆալտ ուտասնեն, եւ հետո ով ես դու, որ քեզ վերապահել ես իրավունք, ոտնձգել ես, ուրիշի անունից խոսելու, հայ տղամարդկանց անունից ովքեր գտնում են Ռուսաստան, խոսելու, դու նով ես ծո, փախդ քաշից, բայց գիտեք ինչ հիշեցի, չեք էլ պատկերացնում, չնայած չգիտեմ, միգուցե տեղյակ եք, նորություններով էլ եմ պատմել այդ մասին, ուրեմն մի հատ հայաստանցի տղամարդ, որը Ուկրաինայում մարտնչել է ռուսների դեմ, հասկանում եք, ավարտելուց հետո կոնտրակտը թե ինչ է, գումարները ստացել է, վերադարձել է Երևան եւ հələ պատկերացրեք, թռել է Մոսկվա ռելաքս սարնելու համար, էլի, հասկանում եք, կայֆավաց անել, դու հասկանում եք ինչ ղախպեկ, ինչ աստիճան, դու ես չեմ էլ կարող պատկերացնել, տականքներ գոյություն ունեն, հենց հայաստանցիների մեջ, բայց վերադառնանք մյուս, ոչ այդ աստիճան տականք, այսպես կարող եմ ձևակերպել, հայաստանցիները, որոնք գտնվում են Ռուսաստանում, դա ընդհանրապես հնարավոր չէ եւ ոչ ոք չի կարող, մանավանդ դու, ինչպես ոնց ես ոտնձգի, քեզ վերապահում ես իրավունք, փախդ քաշի, Ռուսաստանում գտնվող հայաստանցիների անունից խոսելու, եւ սա առնչվում է մյուս number 3 Արայիկ ռուսերեն շեշտադրությամբ ասենք Արայիկ Արությունյան, հա,
որի միակ արժանիքը ճակերտների մեջ նրանում է, որ Պուտինի բաժանաղն է, որի միակ նվաճումը կայացել է նրանում, որ ժամանակին ոչ մենք չենք չարախոսում։ Мы не наговариваем։ Մենք տեղյակ ենք, որ դա տեղի է ունեցել մինչև Պուտինի իշխանության գալը։ Արայիկ Հարությունյանը, Արայիկը ամուսնացել է Պուտինի կնոջ քրոջ վրա։ Եվ հետո Պուտինի իշխանության գալուց հետո ինչպես մամուլներ գրում, Արայիկը թույլ էր տվել իրեն արտահայտություն։ Ես էլ Մարիշկի Արայիկը չեմ։ Բայց դու Ռուսաստանում հայ սփյուռքի գլուխն էլ չես, որքան էլ այդպես քեզ չներկայացնես։ Դա որ երկար ժամանակ չծախսենք սրա վրա, մանավանդ որ դու էլ չկայր Փաշինյանի դեմ բողոքող հայերի մեջ։ Number 4 Արշակ Նասլավախ առաջին անաձելի դալբայոբ նախարարը պարտվածը ով էր քեզ խանգարում արա Փաշինյանը մեկուսացներ գնդակարեր սատկացներ դու էլ արդարանալ չես կարող եւ դու էլ չկայր որ այդքան Փաշինյանի դեմ հեսասես կանենք բայց դու էլ չկայր որ այդքան զուր հաճում ես Փաշինյանի դեմ դու էլ չկայր այդ մարդկանց շարքերում եւ վերջապես number 5 մի շատ չափազանց կարևորագույն գործիչ ինչպես կարելի է չնշել գոյություն չունեցող Կալիֆոռնիա քաղաքի բնակիչներին խորհուրդ տվող Էդգար Նյուլավիմի որովհետև հասկացել մեզ պետք է որի մասին առանձին հոլովակ ունեմ իմ ալիքում որը սկի տարական չգիտեր տուպը նիզնալ որ Կալիֆոռնիա ոչ թե քաղաք է ինչպես նա էր պնդում այլ նահանգ եւ դեռ այդ խելքով խորհուրդ էր տալիս գոյություն ունեցող Կալիֆոռնիա քաղաքի բնակիչների եւ Վարդան Ղուկասյանի այն մուսր ղախպու ԱՄՆ-ին բանտարկված կողմնակից Փաշինյանի դեմ բայց չկայր այդտեղ այդ մարդկանց մեջ ուրեմն լսեք դուք այդ հանգյակը որոնց նշեցի դուք այդ մարդկանց որոնք բողոքարկում էին քակնել չարժեք